Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, ինչպես եք հիշում նրան։ Ինչպես եմ ինչ։ Հիշում նրան։ Շատ բարի ու լավ։ Ով շնորհավոր։ Շատ վատ։ Ինչու՞։ Ում ծննդյան օրը։ Ռուբեն Վարդանյանի։ Հիմա որ Բաքվի բանտում է Արցախին։ Ես ոչ ինֆորմացված եմ, ոչ տեղեկացված եմ ճիշտն ասած, չգիտեմ դա լավ է, վատ է, թե իմ սխալն է, ես ինֆորմացված չեմ իրեն կեսագրականից, բայց լսել եմ, որ լավ բաներ արել է ազգի համար, այդքանը կարող եմ ասել աղջիկս։ Ես իրան հիշում եմ դրական, միշտ դրական կողմերով եմ հիշում եմ իր բարեգործությամբ, որպես լավ հայ մարդու եւ այդպես շարունակ։ Իսկ ինչ կմաղթեք իրեն։ Իրեն մաղթում եմ նախ առողջություն նման պայմաններում, հետո վերադարձ կան հնարավոր շուտ վերադարձ դեպի իր ընտանիքի գիրք, դեպի հայրենիք, չգիտեմ հիմա ինքը որտեղ կնախընտրի ապրել Հայաստանում թե Ռուսաստանում։ Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, ինչպես եք հիշում նրան։ Ում? Ռուբեն Վարդանյանի։ Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, շնորհավորում եմ իհարկե, բայց եւ կամենում եմ, որ այդ մարդը դուրս գա այդ տանջալից, այն տանելի վիճակից եւ ինչ ասեմ, համբերություն։ Շնորհավորում եմ իր ծնունդը, ափսոսում եմ, որ ինքը մեզ հետ չի ժամանակավոր։ Ինչպես եմ հիշում, Ավրորայով միայն։ Թող ծնունդը շնորհավոր լինի, ամեն ինչ լավ լինի, չգիտեմ, իր ընտանիքը թող իրեն հիշի։ Շնորհավոր եք իմ կողմից։ Ռուբեն Վարդանյանին հիշում եմ որպես բարերավ, ով իր վրա պատասխանատվություն եւ ռիսկ վերցրեց գնալու Արցախ, որպեսզի Արցախի պետականության կայացման հարցում նաեւ իր ներդրումը ունենա Արցախի համար ամենադժվար ժամանակահատվածում, երբ որ 75% Արցախի արդեն կորուսված էր, հիշում եմ նաեւ թե ինչ ահռելի ճնշումներ կային նրա վրա թե Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից եւ թե Ադրբեջանի կողմից։ Ես ուզում եմ ասել, որ եթե մենք ունենայինք իսկապես հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի մասին մտածող իշխանություն, ապա Ռուբեն Վարդանյանը եւ մեր մյուս գերիները արդեն կլինեին հայրենիքում։ Ռուբեն Վարդանյանը դա խոշոր դեմք է եւ ես ճիշտ չէի հիշում, որ իր ծննդյան օրն է։ Դա շատ լավ հայ է, լավ բիզնեսմեն է, լավ քաղաքագետ է եւ արժե որ ինքը հիմա լինի այստեղ մեզ հետ, իր մեծ ծրագրեր ուներ Ղարաբաղում, որը որ կախված էր 77 բանից, հարցից, որ լրիվ վերաբերում են տնտեսությունը զարգացնելու։ Եվ այդ դասընթացներին ես էլ եմ մասնակցել մի որոշ ժամանակ, շատ հոյակապ ազնվորություն է, շատ խելոք եւ ահագին ես բան եմ սովորել իրանից, смысле տնտեսագիտությունը զարգացնելու բան այդ բան։ Բայց ինչ որ որոշ մարդիկ ասում են ինչ որ ռազմական էս մեկ եմ, իրան տենց ծրագիր չի եղել։ Իրան ծրագիրել է ոնց բիզնեսը զարգացնել, ոնց էկոնոմիկան բարձրացնել, այս ձևի։ Ես շատ եմ ափսոսում, որ ինքը հիմա այնտեղ է։ Ուրիշ մարդիկ պետք է լինեն այնտեղ։